Դարձա 25 տարեկան, էլ փոքր չեմ, չնայած աչքից ձախից ասում են դեռ շատ ջահել ես, դեռ նոր պիտի ոտքի կանգնես, բայց նայում եմ կողքերս, հեռու մոտիկ բարեկամներից հասկանում եմ, որ չէ, 25 տարին կարճ ժամանակ չէ, 25 տարում գիտեք ինչեր կարող է անել, օրինակ թիվս պակասելու փոխարեն կարող էր աճած լիներ, գրպաններից պարունակությունը ավելի շատ լիներ, աղքատ-մասնիկներից թիվն ավելի քիչ, կամ էլ օրինակ կարող էի պարտք վերցնելու տեղը պարտք տալ։ 25 տարի առաջ երկու ոտքս մի կոշիկի մեջ դրեցի ու ասացի, որ պիտի անկախ լինեմ, ուրիշներին չենթարկվեմ, դրա համար կռիվ տվեցի։ Անկախ դառնալուց հետո էլ ցավոք կռվի պակաս չունեցա, որովհետև անկախությունը դուրս եկել էր, ուզում էի ազատ մասնիկներս էլ անկախանային։ Կարող է այսքան ժամանակում այդ կռիվներից էլ պրծած լինեի, բայց չէ, ստիպեցին, որ կռիվ անեմ նաև անկախության 25-րդ տարում, ստիպեցին, որ կռվի պատճառով էլի պակասեմ։ 25 տարվա մեջ ես նաև կարող էի ընտրել, թե ինչպիսին լինեմ, ում հետ լինեմ, որ ուղղությամբ զարգանամ։ Մի քիչ իմ խելքից, մի քիչ էլ իմ լավը չուզողների պատճառով հնարավորություն չեմ ունեցել իրապես ընտրելու։ Ընտրության գնալս դարձել է արարողություն։ 25 տարեկանում էլ հեսա ընտրելու հնարավորություն եմ ունենալու։ Գոնե այս անգամ խելքս գլուխս հավաքեմ։ Լավ, ասում են միշտ բողոքում ես, ոչ մի բանից գոհ չես։ Թե չէ, ոնց կարող եմ միշտ դժգոհ լինել։ Չէ՞ որ ես տաղանդավոր ժողովուրդ եմ, աշխատասեր, խելոք։ 25 տարում նաև կարողացել եմ կերտել։ Խելոք մասնիկները քիչ չեն, հատկապես նորարարներն են շատ, այն որ բարդ թվերի հետ են աշխատում։ Տաղանդների պակասել չունեմ։ 25 տարում մի քանի անգամ նույնիսկ միավորվելու ու խելքս գլուխս հավաքելու տաղանդ եմ ունեցել, կռիվ տվել։ Այս օրը շատ եմ սիրում ու ոչ միայն ծնունդիս պատճառով։ Այս նույն օրը ծնվել է նաև ինձ ձայն տվողը։ Արդեն 5 տարի աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մասնիկներս իրենց ձայնը ավելի բարձր հնչեցնելու հնարավորություն ունեն։ Արդեն 5 տարի ասում եմ, որ ինչքան շատ ու ճիշտ խոսեմ, այնքան դժվար հարցերս ավելի հեշտ կլուծվեն։ Խոսելը կարևոր է, սիվիլն է թե 5 տարեկանը։